Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք Ֆինյուզի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ, եւ եթերում է Մարզվենք միասին հաղորդաշարը։ Այսօրվա իմ հյուրն է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական եւ սիրողական հեծանվա սպորտի ֆեդերացիայի նախագահ, ավիամոդելային փառատոնի հիմնադիր Արման Անտոնյանը։ Բարև ձեզ, պարոն Անտոնյան։ Ողջույն։ Պարոն Անտոնյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել։ Շնորհակալ եմ հրավերի համար, փոխադարձ։ Պարոն Անտոնյան, կարծում եմ մեզ այսօր բավականին հետաքրքիր զրույց է սպասվում։ Ինչ խոսք թեմաները բավականին հետաքրքիր են, իմաստային են, նպատակային են եւ ինչու՞ չէ նաեւ նորարար։ Մինչև սիրողական հեծանվա սպորտին անցնելը ես կուզեմ տեղեկանալ, ինֆորմանալ, թե առաջին հեծանիվը ինչպես է ստեղծվել։ Ինչ նախապատմություն ունի, կարծում հեռուստադիտողին եւս հետաքրքիր կլինի։ Հեծանիվը որպես այդպիսին ստեղծվել է 1800-ականների սկզբին Գերմանիայում գերմանացի գյուտարար Կարլ Կորդրեզի կողմից։ Հեծանիվը որպես այդպիսին այն ժամանակ ստեղծվեց փայտե ինքնագլորի տեսքով։ Ամբողջությամբ փայտից է եղել։ Ամբողջությամբ փայտից եւ մարդիկ այն ժամանակ տեղաշարժում էին ոտքերի օգնությամբ, հրելով ինչպես ինքնագլորները։ Եվ այդ ժամանակահատվածում երկար տարածությունը, որ գյուտարարը անցավ 14 կիլոմետրը, դրանով ապացուցեց, որ կարելի է իր գյուտով հեծանիվը օգտագործել նաև որպես փոխադրամիջոց։ Հետագայում 1860-ականներին գերմանացի գյուտարարի այդ կարելի ասել գլուխգործոցը կատարելագործվեց եւ արջերի անիվների վրա դրվեցին ոտնակներ, ինչը հնարավորություն էր տալիս արդեն ոտնակների միջոցով տեղաշարժվել։ Ավելի ուշ 1870-ականներին անգլիացիները ել ավելի կատարելագործեցին եւ հեծանիվի վրա տեղադրեցին շղթաներն ու անիվները հնարավորինս մոտեցրեցին գրեթե նույն չափսերի, ինչը նաեւ հնարավորություն էր տալիս համ ֆիզիկական աշխատանքի արդյունավետ օգտագործումն ու տվյալ պարագայում հեծանիվի արդյունավետ կիրառությունը եւ արդեն սկսվեց հեծանիվի կարելի ասել որպես այլընտրանքային փոխադրամիջոցի, որպես ժամանցի միջոցի ել ավելի մասսայականացումն ու տարի կատարելագործումը։ Պարոն Անտոնյան, ես գիտեմ, որ հեծանիվը զգալի ազդեցություն է ունեցել նաև կանանց վրա եւ նպաստել է ֆեմինիզմի զարգացմանը։ Ընդ որում, առաջին հեծանվորդ կինը, ով իր առաջին անգամ շրջագայել է հեծանվով ամբողջ աշխարհով մեկ, հենց շատ հայտնի ֆեմինիստ է եղել, Էնի Լոնդոնդերի։ Այո, եւ դա այդ պայքարը նպաստել է նաեւ, որ կանայք արդեն իրավունք են ունեցել նաեւ ընտրություններին մասնակցելու։ Այսինքն հետաքրքիր է ազատության խորհրդանիշ է եղել։ Մի տեսակ կանանց թևեր է տվել դեպի ազատություն, շատ հետաքրքիր գրականություն կա այդ մասին։ Այո, դե ֆեմինիստները իրենց շարժումը ինչ է ամեն ինչ անել, որպեսզի ներկայացնեն իրենց հավասար իրավունքները տղամարդկանց հետ, ոչ միայն քվեարկության, այլ առասարակ միջավայրում հավասարին նաև շարժվելու, ապրելու եւ հեծանիվը միջոց էր այդ ֆեմինիստական շարժման համար հերթական անգամ խոսելու ֆեմինիզմի մասին եւ ցույց տալու, որ այդ գյուտով պարտադիր չէ եւ որ պետք է տղամարդիկ միայն օգտվեն, այլ նաեւ կանայք, ասեն, որ հենց իր գլխավորությամբ ստեղծվեց նաև կանանց ակումբ Անգլիայում եւ շարժումը ել ավելի տարածվեց։ Հեծանիվը որպես կանանց տեղաշարժման եւ ազատ ժամանցի միջոց հնարավորություն տվեց նաև նորաձևության փոփոխությունների հագուստի առումով, փոփոխությունների աշխարհայացի առումով, ճիշտ է, շատ պահպանողականներ շատ կանանց նայում էին այլ աչքերով եւ միգուցե այլ որակումներ էին տալիս, բայց կամաց մշակույթը փոխվեց եւ արդեն կին հեծանիվի վրա նայվում են որպես յուրօրինակ էլեգանտության մի դրսևորման կարելի ասել ինչոց այնպես որ հետաքրքիր է բայց այո, դե այն ժամանակվա հագուստ կանանց հնարավորություն չէր տալիս հեծանիվի վրա տեղաշարժվելու
ինչը թելադրեց նաև հատուկ հագուստներ, կորսետներ կարել հեծանվավարման համար։ Այսինքն դա նաև ազդեցություն ունեցավ նորաձևության վրա, դա նաև հետագայում ազդեցություն ունեցավ առողջ ապրելակերպի վրա եւ հեծանիվը որպես այդպիսին նաև հենց 1800-ականներից սկսեց իր դերը ունենալ ոչ միայն տեղաշարժման համար, այլև առողջ ապրելակերպի, կարելի ասել ինքնակայացման, ինքնադրսևորման, այնպես որ այո, ճիշտ եք ասում, նաև հեծանիվը նպաստեց ֆեմինիզմի նաև այս տեսակ դրսևորմանը։ Այո, անկախ ամեն ինչից սիրելի հեռուստադիտողներ, հեծանիվը, հեծանվավարությունը դա, այո, պարոն Անտոնյանը ճիշտ նշեց, առողջ ապրելակերպ է, դա դրայվ է, դա անտիստրես է, դա հաճույք է, հրաշալիորեն ազդում է սիրտանոթային համակարգի վրա, շաքարային դիաբետի համար է շատ լավ, շատ առողջարար է, այո, թոքերի աշխատանքն է, հրաշալիորեն կարգավորում, ամրացնում է մկանները, հոդերը, ջլերը, մի խոսքով անverջ կարելի է այդ մասին խոսել, համաձայն եք ինձ հետ։ Այո, միանշանակ։ Շատ իսկապես, շատ առողջարար է։ Պարոն Անտոնյան, կանցնենք ձեր ֆեդերացիային։ Սիրով։ Երբ հիմնադրվեց, ինչպես, ինչ նպատակով եւ ինչ մակարդակում է գտնվում։ Ֆեդերացիան հիմնադրվել է 2012 թվականին, ինչպես հիմնադրվեց, ես գործի բերումով կամ հանգստանալու բերումով, երբ որ հաճախակի լինում էին եվրոպական երկրներում, քաղաքներում եւ այնտեղ տեսնելով իրենց մշակույթը եւ վերաբերմունքը առասարակ այդ գյուտի նկատմամբ եւ հետո վերադառնալով Հայաստան տեսնում էի գրեթե զրոյական մակարդակ հեծանվային մշակույթի առումով եւ ինձ մոտ մի միտք առաջացավ, թե ինչու մինչ օրս հնարավորություն չի եղել հեծանվային մշակույթը Հայաստանում զարգացնելու եւ փորձեցի փոքրիկ ուսումնասիրություններով հասկանալ, որ գրեթե զրոյական մակարդակում է գտնվում Հայաստանում հեծանվային մշակույթը որպես այդպիսին առասարակ եւ հիմնադրվեց հեծանվորդների սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան, անգամ պետական գրանցման այդ հաստատությունում շատերը թերահավատորեն են մոտիկանում այդ հարցին, այդ կազմակերպությանը, թե Հայաստանը ուր հեծանիվը առասարակ ուր եւ իմ ընկերները առասարակ եւ առասարակ շրջապատնել թերահավատորեն են մոտիկանում, թե ես անիմաստ ջանքեր եմ գործադրելու այդ մշակույթը Հայաստաններում, որովհետեւ մենք այլ մտածելակերպ, այլ աշխարհայացք ունենք, բայց այս տարիների ընթացքում մենք շատ բազմաթիվ կարծրատիպեր ստացվեց կոտրել եւ հիմա կարելի ասել արդեն անցել է 13-14 տարի շուտով, որ արդեն եկել ենք այն մակարդակին, որ հեծանիվ վարելն է դարձել ինչու ոչ նորաձև եւ եթե շատ արտի է հիմա։ Այո, եթե այն ժամանակ մենք երկու հեծանվորդ փողոցում կտեսնեիր, տենց կամահարանքով կմոտիկանայր, կծիծաղայր, կասեր, տենց գիժը ինչ է հեծանի, որ փողոցինում ինչ է անում, բայց հիմա ճիշտ հակառակը, եթե իմանում են հեծանի վարել չգիտես, արդեն այդ ժամանակ են զարմանում, այնպես որ կարծում եմ այս տարիների ընթացքում գերակտիվ նաև գործունեության միջոցով փորձեցինք հեծանիվ այնքան արդիական դարձնել, որ նաև հեծանվի քարոզությունը իրականացվում է մեր պետության ղեկավարի կողմից, ինչը միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ առասարակ հեծանվի մասսայականացման ու հեծանվային մշակույթի զարգացմանը։ Չնայած որ ահռելի աշխատանք կա ոլորտում անելու, սկսած ենթակառուցվածքներից վերջացրած այլ հարցեր։ Եվ 2012 թվականից ֆեդերացիան ընտրեց 3 հիմնական ուղղություն գործունեության՝ սիրողական հեծանվասպորտ, հեծանիվը որպես զբոսաշրջություն եւ հեծանիվը որպես այլընտրանքային փոխադրամիջոց։ Եվ այս 3 ուղղություններով տարբեր ռազմավարական ծրագրերով սկսեցինք իրականացնել տարբեր նախագծեր, սիրողական մրցաշարեր, հեծանվային տուրեր, հեծանվային արշավներ եւ երրորդ ուղղությամբ հեծանիվը որպես այլընտրանքային փոխադրամիջոց տարբեր միջոցառումներ։ Սիրողական հեծանվային մրցաշարերի կազմում հիմնադրվեցին մանկական գավաթը, երեխաները սկսեցին իրար մեջ մրցել փոքր երեխաներից մինչև պատանիներ եւ երիտասարդներ,
ապա հիմնադրվեց Երևանյան գավաթը, սկսեցինք մրցաշար կազմակերպել Երևանյան շրջանակներում, ապա հիմնադրվեց մարզային գավաթը, դա արդեն լեռնային հեծանվասպորտի մրցաշարերն էին, որ շուտով նախատեսվում է թվով 14-րդ նախագիծը եւ տարեց տարի մենք էլ ավելի ենք կատարելագործում նախագծերը ոչ միայն մասնակցելիության առումով, այլ նաեւ որակական առումով եւ տարեց տարի ցուցարություն ձեռք բերելով այս նախագծերում մենք արդեն կարող ենք ասել, որ պատրաստ ենք Հայաստանում իրականացնել միջազգային տարբեր նախագծեր։ Վերջերս հիմնադրվեց նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնությամբ Արագածի շուրջը սիրողական հեծանվասպորտի առաջնությունը։ Արագածի շուրջ 160 կիլոմետր հեծանվային մրցաշար, գրեթե բոլորը թերահավատորեն են մոտիկանում, մենք այդ առաջին նախագիծը իրականացրեցինք Ապարանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և աջակցությամբ և արդեն շուտով կհայտարարվի 2026 թվականի նախագիծը արդեն միջազգային կարգավիճակով ոչ միայն հանրահռչակելու մեր Արագածը, այլ զբոսաշրջիկներին հրավիրելու Հայաստան, ինչու ոչ նաև հեծանվային նախագծերին մասնակցելու համար։ Հրաշալի, պարոն Անդրանյան, իսկ հովանավորությունը պետություն աջակցում է։ Մինչ օրս, որ եթե անկեղծ ձեզ ասեմ, հեծանվորդների ֆեդերացիան գրեթե ոչ մի դրամ պետության կողմից ֆինանսավորում չի ստացել եւ այս նախագծերը արվել են մեր ընկերների, գործընկերների կամ այս կամ այն նախագիծը, այս կամ այն աջակիցների կողմից, սակայն հուսով եմ, որ արդեն պատմություն ունեցող այն նախագծերը, որոնք ոչ միայն եղանակ են ստեղծում, այլև մեծ մասսայականություն են ապահովում Հայաստանում, կընդգրկվեն նաև պետական ծրագրերում։ Բայց դա գումար է, չէ՞ պահանջում այդ ամենը։ Եվ մենք արդեն հաջորդ նախագծերի համար ոչ թե արդեն սկսենք գործընկերներ փնտրել, այլ կմտածենք նախագծի զարգացման մասին ունենալով պետական թեկուզ նվազագույն աջակցությունը, մենք սկսենք արդեն այդ նախագծերը զարգացնել եւ դարձնել միջազգային, որովհետեւ եթե միջազգային կարգավիճակ է ստանում նախագիծը, հնարավորություն է ընձեռվում տեղի հեծանվորդների համար փորձի փոխանակման եւ այդ դրանով իսկ ուժերի նաև կատարելագործման եւ զարգացման ինչ դու մրցես լավագույնների հետ, ուժեղագույնների հետ եւ աշխատես քո վրա եւ հասնես էլ ավելինին, կամ դու փորձես ելի նույն միջավայրում չգիտեմ դառնալ լավագույնը կամ նույն միջավայրում փորձել ինչ-որ մի բան անել եւ վստահ եմ, որ տարից տարի նախագծերը էլ ավելի կդառնան մասսայական ու մենք մի օր կկարողանանք ինչ-որ մի օր կկարողանանք ասել, որ Երևանը նաև հեծանվային քաղաք է, ինչպես օրինակ են վերում տարբեր եվրոպական այլ քաղաքներ։ Ամեն դեպքում մենք գնում ենք դեպի դրան։ Հիմա արդեն կարելի է շատ մոդայիկ է դարձել այդ հեծանվարշավները։ Այո, շատ նաև նորաձև է դարձել, բայց պետք է խոստովանեմ, որ հարելի աշխատանք ունենք տանելու։ Մասնավորապես հեծանիվը որպես փոխադրամիջոց օգտագործելու համար։ Մենք շատ տարբեր նախաձեռնություններ ենք արել, ընդհանուր պիլոտային ծրագրեր ենք արել հեծանվային արահետների կահավորման առումով, օրինակ Մատենադարանից մինչև Երևանի թանգարան ժամանակին պիլոտային մի զբոսաշրջային ծրագիր իրականացրեցինք, այն ժամանակվա Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, բայց հասկացանք, որ եթե Երևան քաղաքը պետք է ունենա հեծանվավարման ճանապարհ, ինքը ինչ-որ մի ձև պարտադիր պետք է առանձնացված լինի ինչ-որ մի ձևաչափով, որովհետև շատ դեպքերում նույն արահետով երթևեկում են մեքենաներ, նույն արահետի վրա կանգնում են, կայանում են մեքենաներ ու անընդհատ կարծես թե կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում հեծանվորդի եւ աղորդի միջև։ Չէ, պիտի առանձին ճանապարհ արվի։ Մասնավորապես Երևան քաղաքի համար, սա մեր 10 եւ ավելի տարիների փորձառության արդյունքում ենք եկել այդ եզրահանգման, որ հեծանվային արահետ չի աշխատի մեզ մոտ, ինքը պետք է որևէ մի լուծումով առանձնացվի։
Լուծումները շատ տարբեր կարող են լինել, կամ արգելապատնեշների, կամ ծաղկամանների, կամ որևէ այլ ձևաչափով, կարևոր է ապահովել հեծանվորդի անվտանգ երթևեկությունը եւ երաշխավորել հեծանվորդի այլ տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի բախման անհնարինությունը հնարավորինս։ Դրանով մենք իսկ կարողանանք շատ մեծ խնդիրներ լուծել։ Առաջինը մենք հեծանվային ենթակառուցվածքներ ստեղծելով եւ հեծանիվը որպես փոխադրամիջոց օգտագործելով մենք առաջինը կնպաստենք թեկուզ այս պարագայում մասնավորապես կենտրոն վարչական շրջանի բեռնաթափմանը, որովհետև փոքր կենտրոնում տեղաշարժվելը ավտոմեքենաները կնվազեն քանակը։ Տեղաշարժվելը էլ ավելի հարմար ու էլ ավելի արագ կլինի հեծանիվով, քան դու մեքենան վերցնես, տեղաշարժվես X կետից Y կետ եւ դրանով իսկ էլ ավելի ծանրաբեռնես փողոցները։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ եւ լսում եմ բոլորի առաջարկները, կարծիքները, այո, հեծանվին անցնելու համար որպես փոխադրամիջոց, գոնե առնվազն պետք է նվազագույն պայմաններ նախանվտանգ երթևեկության համար, հետո ենթակառուցվածքներ ունենք հեծանիվով եկար, որտեղ ես կայանելու, կայանման հնարավորությունը պետք է լինի, կայանման այդ կետը պետք է լինի այնպիսի վայրում, որ ինքը լինի նաև ապահով եւ այլն, այսպիսի կրկիտ հանգամանքներ կան։ Ինքս տարբեր երկրներում գրեթե ամեն տարի մասնակցել եմ տարբեր համաժողովների, որպես նաև Հայաստանից ներկայացուցիչ, այդ համաժողովներում գրեթե բոլոր զարգացած երկրների քաղաքներից, որտեղ հեծանվային մշակույթը օրինակելի ձևով զարգանում է եւ ահագին պատմություն ունեն իրանք այդ առումով, այնտեղ մարդիկ պատմում են, թե իրենց քաղաքներում ինչպես են զարգացրել եւ ինչպես են անցել այդ անցումային ճանապարհը, որտեղ այն իրավիճակը, որ հիմա մեզ մոտ Երևանում է, այդ նույն իրավիճակը միգուցե ավելի վատ իրենց քաղաքներում է եղել ժամանակին 60-70-ական թվականներին եւ ինչ են արել, ինչ փոփոխություններ են արել, որ հաղթահարեն դա եւ եկել են այն ամենաիդեալական տարբերակին, որ հիմա ունեն։ Եվ այդ շփման փորձի փոխանակման արդյունքում դու գուտակելով այդ ահռելի ինֆորմացիան գալիս ես քո երկիր, որ փորձես հնարավորինս իրականացնես եւ կիրառես արդեն իրականացված այդ փորձը, բայց բախվում ես ինչ-որ անիմաստ արհեստական խոչընդոտների եւ ասում ես լավ, օքեյ, մի քիչ սպասենք, միգուցե կգա այն ժամանակը, որ մենք այնուամենայնիվ կունենանք այն որոշումը, որ այո, գոնե առնվազն կենտրոնի տարածքում մենք պետք է ունենանք այլընտրանքային փոխադրամիջոցների համար սահմանված ենթակառուցվածք։ Պետք է ասեմ, որ այլընտրանքային փոխադրամիջոցները ոչ միայն հեծանիվներն են, այլ նաև այն փոխադրամիջոցներն են, որոնցով հնարավորություն է տրվում արագ տեղաշարժվել, հենց բառի բուն իմաստը այլընտրանքային, այսինքն հանրային տրանսպորտից եւ անձնական մեքենաներից կամ տաքսիներից բացի այն տրանսպորտային միջոցը, որը քեզ հնարավորություն է տալիս արագ տեղաշարժման։ Հուսով եմ կգա այն օրը, որ մեր Երևանի քաղաքապետարանը լրջորեն կանցնի այս գործընթացին եւ հայտարարություններից բացի արդեն հստակ գործընթաց կարվի այս ուղղությամբ։ Պարոն Անտոնյան, դուք հիմնադրել եք ավիամոդելային փառատոնը։ Այո։ Ինչպես է ծնվել այդ միտքը եւ առհասարակ այդ փառատոնները ինչպես են կազմակերպվում։
Ավիամոդելային փառատոնը ինքը ստեղծվեց էլի կարելի ասել ոչ լավ պայմաններում 2019 թվականին, երբ հերթական հարձակումն էր Տավուշի մարզում, մենք իմ գործընկերներով մեկնեցինք հասկանալու իրականությունը եւ այն կաջալերելու մեր հայրենակիցներին այնտեղ իրենց կողքին լինելու։ Ես 1-2 օր եղա այնտեղ եւ մանավանդ գիշերը ամպերին նայելով, վերև նայելով հասկացա ինչ է կատարվում, իսկ վերևում երևում էին տեխնոլոգիապես զարգացած ամենավերջի սերնդի անօթաչու թռչող սարքերը եւ ամբողջ ճանապարհին մտածել եմ մեզ ուղղությամբ, թե ինչ կարելի անել մեզ մոտ այս առումով։ Ես այն ժամանակ նախորդ գումարման Երևանի ավականու անդամ էի եւ իմ գործընկերներին առաջարկեցի այս ուղղությամբ մտածել։ Երկար պրպտումներից հետո հասկացա, որ մեզ մոտ բաց է այն կրթական օղակը, որտեղ կարելի է երեխաներին, պատանիներին, ինչու ոչ երիտասարդներին կամ մեծահասակներին անօթաչու թռչող սարքերի վերաբերյալ տալ ոչ միայն տալ ինֆորմացիա, այլ նաև կրթել, սովորացնել նրանց պատրաստման, նրանց կիրառման եւ առհասարակ այդ ոլորտի մասին։ Հասկացա, որ այդ ուղղությամբ մեծ բաց ունենք։ Կային փոքրիկ խմբեր, ովքեր կամ որտեղ աշխատում էին այդ ուղղությամբ, եւ իմ նախաձեռնությամբ ստեղծվեց համայնքապատկան ավիամոդելավորման դպրոց։ Դա է ուզում հարցնել, ինչ ուսումնական կենտրոններ, ինչ արհեստանոցներ կան, որտեղ սովորում են եւ ստեղծում են իրենց մոդելները։ Արդեն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվում է։ Ես այդ օրինակը վերում եմ 2019 թվականին, երբ այդ ուսումնասիրությունը արեցի, նախագիծը առաջարկեցի մեր Երևանի ավականու գործընկերներին, սակայն մի քիչ թերահավատորեն էին մոտիկանում այդ նախագծին, ցավոք սրտի, եւ 2020 թվականի պատերազմը եղավ եւ մենք համոզվեցինք, թե ինչ պատերազմ էր, որպես այդպեսին մեզ սպասվում, եւ մենք տեսանք, որ մարդկային գործոնը ավելի քիչ էր, քան տեխնոլոգիապես զարգացած մեքենաների։ Եվ 2021 թվականին այդ իմ գաղափարներն ու այդ իմ նախատեսված կարծես ծրագրերը փորձեցինք կյանքի կոչել, ստեղծվեց ավիամոդելավորման դպրոցը եւ ինքս որպես Երևանի ավականու անդամ փորձելով կայացնել այդ նախագիծը եւ ցույց տալ, որ այդ կրթական բաղադրիչը շատ կարևոր է մեր երկրի համար, կրթելու ոչ միայն երեխաներին, պատանիներին, այլ նաեւ տալու իրենց հնարավորություն մասնագիտական կողմնորոշման։ Միգուցե այդտեղից իրենք որոշեն արդեն հետագայում դառնալ նախագծողներ, ինժեներներ, կիրառողներ եւ այլն եւ այլն, եւ միգուցե իրենց կրթությունը կշարունակեն համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 3 տարի փառատոնը կազմակերպվում է։ Եվ այդ շրջանակներում նաեւ կարծես այդ իմ մտածած այդ ռազմավարության մեջ նաեւ փառատոններ։ Փառատոն ինչու, որպեսզի նախ առաջինը հանրահռչակել ոլորտը, հանրահռչակել ավիամոդելային մարզաձևը, դե ԱԹՍ-ների հիմքում ընկած է հենց ավիամոդելային մարզաձևը։ Այն երկրներում, որտեղ զարգացած էր այդ մարզաձևը, իրենք արագ վերապրոֆիլավորվեցին եւ սկսեցին կիրառել անօթաչու թռչող սարքերը ցավոք սրտի ռազմական ուղղությամբ եւ ստեղծվեց ավիամոդելային փառատոնը։ Առաջինը հանրահռչակելու ոլորտը, փորձելու մասսայականացնել ավիամոդելային մարզաձևը, տալ հնարավորություն երեխաներին, պատանիներին զբաղվելու արդեն նաեւ այդ ուղղությամբ, եւ դա դրանով ստեղծվեց հարթակ, որտեղ սկսեցին համախմբվել տարբեր խմբեր, կրթական հաստատություններ, բուհեր, անհատ ավիամոդելիստներ, սիրողականներ, պրոֆեսիոնալներ, այսինքն մի հարթակ էր,
որտեղ հավաքվեցին։ Այո, հավաքվեցին բոլորը, սկսեցին արդեն իրար հետ աշխատել, համագործակցել, մեկը ներկայացնում էր իրենց աշխատանքները, մյուսը թռիչքներն են իրականացնում եւ այդպես սկսեց զարգանալ եւ առաջին փառատոնը հենց պիլոտային էր արված իմ նախաձեռնությամբ հասկանալու համար ինչքանով է հնարավոր դա Հայաստանում զարգացնել եւ շատ մեծ արձագանք ունեցավ արդեն եկող տարի սպասում էին բոլորը թե երբ է կազմակերպելու այս տարի վերջերս կրկին կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարության արդեն նախաձեռնությամբ երրորդ նախագիծը կայացավ եւ հուսով եմ եկող տարի արդեն նախագիծը կդառնա միջազգային Հայաստան հյուրընկալելու տարբեր պրոֆեսիոնալների եւ խմբերի նախ փորձի փոխանակման ապա համատեղ ծրագրերի իրականացման համար եւ միգուցե այս փառատոնը նաեւ հնարավորություն լինի ինտեգրելու նաեւ դպրոցներին եւ այլ կրթական հաստատություններին արդեն համապետական նախագծերի իրականացման, որտեղ իրենք գան կարծես որպես հաշվետվություն կներկայացնեն փառատոնի շրջանակներում իրենց կատարված աշխատանքը, իսկ թռիչքուղու վրա եւ փառատոնի մասնակիցները եւ փառատոնի հյուրերը կվայելեն պրոֆեսիոնալների ավիաշոուները, որը իրականում շատ գեղեցիկ ավիաշոուներ են, բայց դրա հիմքում հենց տեխնոլոգիական զարգացումն է։ Իսկ այստեղ նաև երկրորդ բաղադրիչն է փառատոնի նպաստել նաև տեխնոլոգիական զարգացմանը համապատասխան ոլորտի։ Աստված առաջ պետք է աշխատել, ինչպես ասացի, ահռելի աշխատանք կա նաև այս ոլորտում։ Կարծում եմ, որ համատեղ ուժերով ամեն ինչ կստացվի մեզ մոտ։ Այո, ես վստահ եմ։ Պարոն Անտոնյան, դուք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական եք։ Ինչ պարտականություններ ունեք եւ որոնք են ձեր գործառույթները։ Ինչպես դուք ասացիք, խորհրդական խորհրդականի գործառույթների մեջ մտնում է այս կամ այն ոլորտի կամ այս կամ այն նախագծի շրջանակներում ուսումնասիրել ոլորտը, նախագիծը, բացական եւ դրական կողմերը եւ շատ կարևոր է հիմնավորումներով ներկայացնել այն առաջարկները նախարարին, որոնք հնարավորություն կտան եւ կնպաստեն ոլորտի կամ այս կամ այն նախագծի կատարելագործմանն ու ել ավելի գրեթե իդեալական կազմակերպմանը եւ այս առումով էլի շատ ահռելի աշխատանք ունենք անելու ոլորտում։ Ես էլ փորձ ունեմ իմ համեստ հնարավորություններով օգտակար լինել
եւ նախարարության գործունեությանը, ինչը ուղիղ կապված է մեր երկրի այս կամ այն ոլորտի զարգացման, այս կամ այն միջոցառման զարգացման, օրինակ նախարարության նախաձեռնությամբ արդեն որի-որ տարին կազմակերպվում են տարբեր նախագծեր վարչապետի հովանու ներքո, հեծանիվներ, լողն է սկսվել, բասկետբոլն է, հիմա վոլեյբոլը կլինի, վազքը, ու շատ կարևոր է, որ այս բոլոր նախագծերի հիմքում դրված են հենց դպրոցականների տարիքային շեմերը, այսինքն առողջ ապրելակերպը հենց սերմանվում է դպրոցից եւ տարբեր նախագծերի ձևով ներկայացվում է հենց այդ միջոցառումների շրջանակներում։ Վարչապետի գավաթ նախագծերն էլ ամեն տարի կատարելագործման բնականաբար կարիք ունեն, եթե մի բան չի զարգանում, իմաստը կորում է, եթե ամեն տարի չզարգանա, թե մասնակցելիության առումով, թե էլ ավելի մասնագիտական առումով, իմաստը կորի, դրա համար վստահ եմ ամեն տարի նախագծերը կլինեն էլ ավելի եւ մասսայական, եւ մասնագիտական, եւ էլ ավելի կատարելագործված։ Եվ դրանով է իսկ նաեւ հնարավորություն տրվում աշակերտներին ինչու ոչ ընտրել նաեւ իրենց մարզաձևերը։ Մեկը կսիրի հեծանիվը, մեկը կսիրի լողը, մյուսը բասկետբոլը, չգիտեմ, մյուսը վոլեյբոլը, մյուսը թենիսը, վազքը ու միշտ ամենտեղ իմ կարևորը որ պրոպագանդվում է առողջ ապրելակերպը։ Միանշանակ։ Պարոն Անտոնյան, ինչպես կբնութագրեք ձեր կյանքի բանաձևը։ Նկատի ունեմ կազմակերպված է, կանոնակարգված է, պլանավորված է, թե խառն է, թե որով եք ապրում, ինչպիսին է այդ ձեր բանաձևը։ Երևի ավելի շատ կազմակերպված եմ, չնայած որ երբեմն ուզում եմ որ չլինի որևէ կազմակերպվածություն, այլ լինի ինչ-որ մի հապճեպ սպանտան որոշումներ, բայց երևի թե հիմնականում կազմակերպված, որտեղ եթե դու ստանձնել ես մի պատասխանատվություն, այս կամ այն ոլորտը ներկայացնելու կամ հնարավորինս առաջ տանելու, զարգացնելու, դու պետք է ինչ-որ նախատեսված ռազմավարություն ունենաս, ծրագրեր ունենաս, անելիքներ ունենաս, եւ այդ ամենը անկազմակերպ հնարավոր չէ միանշանակ ու այս ամեն ինչը երևի նաև ազդում է բնավորության վրա, ու դու ոչ միայն գործի մեջ ես դառնում կամ մնում կազմակերպված, այլ նաև առօրյայում էլ ամեն ինչ նախապես պլանավորված է։ Ինձ հետաքրքիր է, դուք կարողանում եք լինել երջանիկ, այսինքն այդ արվեստին կարողանում եք տիրապետել, թե այնուամենայնիվ ինչ-որ փազել պակասում է։ Գիտեք, երջանկությունը ինձ համար այդ վարքյաններ են, որ ասում են դու երջանիկ ես, գիտեք, այդ երջանկությունը ինձ համար այդ զգացողությունը, որ դու ապրում ես այդ մի վարքյանում։ Ես այսպես եմ պատկերացնում երջանկությունը։ Իսկ առողջ եք սնվում, պարոն Անտոնյան։ Աշխատում եմ։ Փորձում եմ առողջ սնվել, չնայած որ երբեմն իմ առօրյան թույլ չի տալիս, որովհետև առողջ սնվելու մեջ նաև ժամանակն է շատ կարևոր, դու երբ պետք է սնվես։ Այո, շատ կարևոր է։ Այո, ոչ միայն ինչ պետք է սնվես, այլ երբ պետք է սնվես։ Որովհետև մեր այս խառը քաոսային կյանքում դա պահելը շատ դժվար է։ Պարոն Անտոնյան, հիմա ես ձեզ բլիթ հարցեր եմ տալու, բայց հիմա արագ եք պատասխանելու, շատ արագ։ Շատ փորձեմ։ Բռնկ ունեք թե հանգիստ։ Երբեմն բռնկուն, երբեմն հանգիստ, երկուսն էլ ունեմ։ Էմոցիոնալ եք թե սառը։ Էմոցիոնալ։ Նրբանկատ եք թե մակերեսային։ Միանշանակ նրբանկատ։ Համբերատար եք թե հակառակը։ Էլի էստեղ եւ ավելի շատ համբերատար, բայց եւ նայած հարցերում, հաջան։ Խանդոտ եք։ Խանդոտ եմ, բայց այստեղ մի քիչ պետքա բարձաբանում անեմ, էլի, շատ կարևոր է։ Ինձ համար գիտեք, խանդը էլի ես իմ բանաձևն ունեմ խանդի։ Խանդոտ եք թե ոչ, պարոն Անտոնյան։ Չէ, պետքա հիմնավորեմ, որ ինձ կհասկանաք արդեն ինչ եմ դա ասում։ Ինձ համար խանդը համեմունքի պես բան է։ Եթե այդ համեմունքից կա, ինքը համով է։ Եթե համեմունքից շատ է, ուրեմն անհամ է։ Համը կորցուն է։ Հա։ Ճիշտ եք ասում։ Երևի հասկացեք։ Այսինքն մի քիչ տենց այդ համեմունքից շատ քիչ պետք է լինի, բայց շատ չլինի միանշանակ։ Բայց դա մենք չենք ընտրում։
Այդ համեմունքը շատ լինի, թե քիչ լինի, կարծում եմ։ Չէ, մենք ենք ընտրում։ Լավ։ Մենք ենք ընտրում միանշանակ։ Աստվածահավատ եք։ Այո, աստվածահավատ, աստվածապաշտ, աստվածավախ եւ աստվածասեր։ Թալիսման ունեք։ Իմ խաչն է։ Ձեր այն բնավորության գիծը, որը ձեզ խանգարում է։ Օ։ Երևի մարդկանց ավելի շուտ ժամ կամ միգուցե ժամանակի շուտ վստահելը։ Իսկ որը ձեզ օգնում է։ Կյանքում չհանձնվելը եւ նպատակասլացությունը։ Ինչից եք վախենում։ Աստծուց։ Ուրիշ ոչ մի բանից եւ ոչ մեկից։ Ցավոտ իրականություն թե անցավ սուտ։ Դա ավելավ է ցավոտ իրականություն, քան ինքնախապույրությունը։ Աղմուկ թե լռություն։ Աղմուկից հետո լռություն։ Ծով թե ցամաք։ Երևի ծով։ Հոգու խաղաղություն թե շատ փոխարեստություն։ Չէ։ Առանց իհարկե հոգու խաղաղության։ Չէ, միանշանակ հոգու խաղաղություն ինձ համար ամենառաջի տեղը դա։ Կյանքը ափսոս է ինչի համար։ Անիմաստ ժամանակ վատնելու։ Եվ անիմաստ մարդկանց վրա ժամանակ վատնելու, չէ՞ երևի։ Նաև։ Հիմա մի հարց եմ տալիս, որը բլից չէ։ Կարող եք հանգիստ պատասխանել, բայց շատ երկար չպատասխանեք։ Դե այնպեսի հարցեր եք տալիս, որ չես Ձեր կյանքի վերջին օրը ինչպես կկազմակերպեք։ Աղոթքներով եւ շնորհակալություններով առ Աստված։ Ես եթե թույլ տաք 2021 թվականին որպես ավականու անդամ իմ նկատմամբ իրականացվեց մահափորձ։ Եվ Աստծո հրաշքը եւ Աստծո կողմից ավելի ուժեղ էր այն ուժը, քան մահափորձի ժամանակ իրականացված 11 եւ ավելի դանակները։ Ես գիտեմ կյանքն ինչ բան է եւ ես հասկացա կյանքի գինը։ Եվ ձեր հարցի պատասխանին նույնպես կպատասխանեմ։ Իսկ ինչպես է մահափորձը, լավ, եթե պատմեմ դանակահարություն։ Իմ մասնագիտական գործունեության ընթացքում ուղղակի ներխուժել են դիմակներով եւ փորձել էին ինձ սպանել, որպեսզի իրենց անձնական շահերը փորձեին վերդասել պետական եւ համայնքային շահերից, բայց Աստծո հրաշքը ավելի ուժեղ է, քան իրենց կարելի ասել կազմակերպված մահափորձը եւ ես կպատասխանեմ ձեր հարցին ելի նույն կերպ աղոթքներով եւ շնորհակալություններով առ Աստված։ Եվ ըստ երևույթին այդ դեպքից հետո ձեր կյանքը կիսվեց, չէ՞, դեպքից առաջ եւ այդ դեպքից հետո ես վստահ եմ շատ բան փոխվեց ձեր կյանքում։ Դե, այո։ Արժեքները։ Դե միգուցե շատ բաներ իմաստավորվեցին, միգուցե շատ բաներ ավելացան։ Եվ շատ բաներ հասկացաք։ Դե այո, երևի։ Սիրելի հեռուստադիտողներ, ես պարոն Անտոնյան եմ, հիմա ցույց կտանք բավականին հետաքրքիր եւ շատ առողջարար վարժություններ։ Բոլորը ընտրված են՝ օստեոխոնդրոզ, տիֆոզ, սկալիոզ։ Պարոն Անտոնյան, ձեռքերը ձգեք։ Իջեք։ Տեսեք, սիրելի հեռուստադիտողներ, ծնկները ինչքան հնարավոր է տանում եք հետ։ Պահում եք կատարում, մոտավորապես հաշվում եք 32-ը։ Այնուհետև ձախ ձեռքը դնում ենք մեջքին, պարոն Անտոնյան։ Դրեք մեջքին ձեռքը, ահա, տեսեք, ու ինչքան հնարավոր է, սիրելի հեռուստադիտողներ, իջեք, այնուհետև մյուս ձեռքը, ահա, շատ լավ, նորից սիրելի հեռուստադիտողներ, հաշվում եք մինչև 32-ը, պարոն Անտոնյան, պտտեցրեք, ահա, տեսեք, ահա, հայացքը դեպի այն կողմ, պարոն Անտոնյան, այսպես սիրելի հեռուստադիտողներ, նորից հաշվում եք մինչև 32-ը, հետո մյուս կողմով։ Ահա, նորից հաշվում ենք մինչև 32-ը։ Շատ լավ։ Հիմա մի հատ հանում ենք, պարոն Անտոնյան, մի րոպե սպասեք։ Եվ ճակատը դնում եք կուբիկի վրա։
Հիմա տեսեք։ Ինչքան հնարավոր է, սիրելի հեռուստադիտողներ, ձեռքերը ձգում ենք վերև։ Ուղիղ, պարոն Անտոնյան, ձեռքերը ուղիղ կողք, ուղիղ։ Ահա։ Այսպես, ձգեցինք վերև։ Ինձ կնայեք, ներողություն, պարոն Անտոնյան, տեսեք։ Հոպ։ Հոպ, այսպես։ Ինչքան սիրելի հեռուստադիտողներ ձեռքերը ձգում եք վերև, այնքան մեջքի մկանները շատ լավ են աշխատում։ 16-ից 32 հաշիվ կարող եք անել։ Պարոն Անտոնյան, մյուս վարժությունը կիսաշրջան ենք նկարում։ Կիսաշրջան։ Ահա, շատ լավ է։ Ձեռքերով նկարում ենք կիսաշրջան։ Այս վարժությունը սիրելի հեռուստադիտողներ 16-ից 32 հաշիվ կարող եք կատարել։ Պարոն Անտոնյան, նայեք, զսպանակումներ, ձեռքերը կողք։ Սա էլ մոտավորապես 32 հաշիվ կկատարեք։ Ֆանտաստիկ առողջարար վարժություններ են։ Մյուս վարժությունը, պարոն Անտոնյան, ձեռքերը դնում ենք ծոծրակին, ահա, ձգում ենք վերև մինչև վերջ, արտաշնչելով ձգում ենք, շնչելով իջեցնում ենք։ Արտաշնչելով ձգում ենք, շնչելով իջեցնում ենք։ Իմիջիայլոց շատ ճիշտ է կանում։ Տեխնիկան շատ ճիշտ է, պարոն Անտոնյան, սիրելի հեռուստադիտողներ։ Այս վարժությունը եւս մոտավորապես 32 հաշիվ կկատարեք։ Ահա, պարոն Անտոնյան, հիմա ձեռքերը պարզեք առջև։ Ահա, տեսեք, եթե տան անդամներից մեկին խնդրում եք, որ մի փոքր ձեռքերը ձգի վերև, շատ զգուշությամբ եւ պահում ենք կատարում մինչեւ 32 հաշիվ։ Իջեցրեցինք։ Հանգստանում է 4 անգամ կրկնեք, նորից ձգում ենք վերև, նորից իջեցնում ենք։ Պարոն Անտոնյան, շնորհակալ եմ ձեր հաճելի մասնակցության համար։ Ես եմ շնորհակալ եմ զրույցի համար։ Ինձ փորձեցիք մաքսիմալ այնպիսի հարցեր տալ, որ չկարողացանք ես չլինել։ Շնորհակալ եմ։ Ես ևս շնորհակալ եմ։ Այսօր էլ անցանք Արման Անտոնյանի ինչ խոսք բավականին հետաքրքիր կյանքի ճանապարհով։ Գնահատեք ձեր կյանքը, սիրելի հեռուստադիտողներ, լցրեք հետաքրքրությամբ, ժամանակը մի վատնեք։ Ձեզ հետ քնարիքներ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Ցտեսություն։